Բարև ձեզ հայտնի գործընկերներ, այսօր մենք ունենք Ղարաբաղ փոխարինական Համուշարյանը։ Մենք խոսելու ենք ստեղծված իրավիճակի մասին Հայաստանի ներսում, բայց ես կուզենայի մեր ուրեմն ասուլիսը սկսենք այն հարցով, որը կարծում եմ ներառում է այստեղ շատերին, խոսքը վերաբերվում է վերջին հեղափոխների իրադարձությունների մասին, երբ ցերկակալվեց նախկին Պաշտպանության նախարարի նախկին դերակատար Վահան Շիրխանյանը Խորչատը։ Եվ դրանից հետո դուք հանդես եկաք բավականին հետաքրքիր մի հարցազրույցով եւ բեկնաբանություն տվեցիք կատարող իրադարձություններին, որին ազգային անվտանգության լրատվական ծառայությունը պատասխան կարծես արեց, բայց այդ պատասխանի մեջ ես ինքս անձամբ իմանալից շատ ինձ հետաքրքրող հարցերի պատասխանը այն հարցերի պատասխանը, որոնք որ դուք եք բացատրել ձեր ասուլիսում, ես չգիտա, ես կարծում եմ, որ լրագրողների մոտ ևս այդ հարցերը կան, ձեր մեկնաբանությունը այդ պատասխանի վերաբերյալ եւ հետո փորձենք հարցերով հասկանալ թե ինչ է կատարվում։ Նախ ճիշտ ասած զարմացա, որ պատասխանը այսպես ինչեց ազգային անվտանգության ծառայությունից, որովհետև բարձրացած հարցերը այդ հայտնի երևույթի մեջ, որին նրանք անդրադարձել էին, հուշով մեծամասնությամբ ուղղված էին լրիվ այլ հասցեով, երկրի քաղաքական ղեկավարությանը։ Ես նորմալ կհավարեի, եթե այդպես արձագանք պետք է լինել, ասենք, նախագահի նստավայրից կամ լիներ հանրապետական կուսակցությունից, այսինքն թե այսպես գնահատականները հնչած, թե առաջարկները ելքի, բոլորը ուղղված էին երկրի քաղաքական ղեկավարությանը։ Ճիշտ ասած կարծում եմ, որ այդ ղեկավարությունից գրված է այդ բանը, ուղղակի ստորագրված է ազգային անվտանգության ծառայությունում, բայց բոլոր դեպքերում այդ վարկածը չդարձնեմ հիմնականը, հիմա այդ պրոֆեսիոնալիզմի մեջ կվերագրեն գնահատականի առումով, թե մի տեղից ուղարկված է միշտեղ գնահատում։ Ուրեմն ինչի եմ ես այսպես այսպիսի գնահատական տալիս, եթե հիշում եք այդ հայտնի երևույթի մեջ ես բացատրել եմ օրինակ սահմանադրության անցկացման հարցը այս ծանրագույն իրավիճակում, գլոբալ եւ տարածաշրջանային, սահմանային եւ ներքին բոլոր իմաստներով շատ ծանր իրավիճակում սահմանադրության անցկացումը գնահատել է որպես քայքայիչ գործողություն ընդդեմ երկրի։ Այսինքն երկիրը ավելի բսկտվեց, ավելի ատելությունը սերմանվեց, ուրեմն ավելի մեծ խնդիրներ առաջացան, ժողովուրդը նորից զգաց իրեն պարտված։ Այս ամենը գնահատել է որպես քայքայիչ գործողություն, ասել է, որ անընդունելի է եւ պետք է այսօր հետ խուսափել այդպիսի գործողությունների։ Երկրորդ գնահատականը ուղղված է ուրեմն պաշտպանական համակարգի եւ սահմանին, որ անդրադառնալի է, որ ամփոփ զինվորականներն են կանգնած, պետք է ուրեմն 18 տարեկան երեխաները դիվերսիոն խմբերի դեմ պետք է պրոֆեսիոնալներ առնեն եւ գումարները որտեղից հայտարարել։ Ես հայտարարել եմ, որ ճիշտ կլինի կառավարություն, ազգային ժողով, նախագահական դադարեցնեն այդ գործողությունները, այդ շռայլ, չգիտես, մեքենաներ եւ այդ բոլոր գումարը ուղղեն ուրեմն պայմանագրային զինծառայողներ, պրոֆեսիոնալներ կանգնացնելով սահմանին։ Եվ այսպես մի շարք այլ բաներ, մի խնդիր կար, ինչ որ չափով առնչվող ազգային անվտանգությանը, բայց նաեւ կապված այդ խմբի հետ, ձերբակալությունների, հայտարարությունների եւ այլն, բայց այստեղ է խնդիրը քաղաքական պատվերին է ուղղված, այլ ոչ թե կատարված գործողությունների։ Այսինքն հնչեցված է հարցը, թե ինչ քաղաքական պատվեր է հնչել երկրի ղեկավարությունից, ինչ գործողություն է կատարվում։ Բանն այն է, որ խումբը վաղուց վերցված է վերահսկողության տակ։ Այսինքն այն ինչ որ մենք լսել ենք խմբի վերաբերյալ, դա նշանակում է ամիսներ շարունակ դրանց հետևել են։ Եվ ուրեմն կատարել են լսումներ, ձայնագրություններ եւ այլն, այն ինչ որ հիմա որպես արտահոսք տալիս են լրատվամիջոցներում։ Իդեպ այդ մի բանն է, արտահոսք ազգային անվտանգության ծառայությունից։ Ուրեմն կամ ծառայություն գոյություն չունի, կամ արտահոսքը այլ տեղերով է կազմակերպված։ Ես կարծում եմ, որ արտահոսքը կազմակերպված է նախագահի նստավայրից։ Նրանք որոշում են
ուրեմն քաղաքական գործընթաց կազմակերպել դրա հիման վրա եւ անընդհատ կազմակերպել արտահոսք, այսինքն ազգային անվտանգությունից վերցնում են ինչ-ինչ տվյալներ եւ կազմակերպում են քաղաքական ինֆորմացիոն պատերազմ դեմ հակառակորդների։ Այսինքն գործը դրված է ուրիշ տրամաբանության մեջ։ Գործը ծառայեցվում է ներքին քաղաքական հարցերը լուծելու եւ դրա մասն է խոսքը։ Սկզբից ինձ թվաց տասնյակ, հետո թվաց հարյուրավոր, հիմա կասկածում եմ, որ հազարավոր մարդիկ մասնակից են դարձված այդ ուրեմն այդ պտույտների, քաղաքական գործիչներ հերթական արտահոսքի մեջ նշված էր, որ չգիտենք էլ ոնց անեն, իմացել են, բայց չեն հայտնել, այդ հոդվածը ոնց կիրառենք։ Իսկ ինչու եք հասցրել այդ վիճակին։ Ինչի եք մարդկանց պրովոկացիայի ենթարկել։ Չէ՞ որ դա էլ հանցագործություն է։ Ինչի եք այս վիճակում երկրի, երբ որ ուրեմն ամեն ոչ մի ելք չի տեսնում վիճակից, ընտրություններ գոյություն չունեն, խայտարար հանցագործություններ են կատարվում եւ այլ, ոչ մի ելք օրինական գոյություն չունի եւ այս իրավիճակում սադրում եք մարդկանց, ասելով եկեք կրակելով հարցերը լուծենք։ Ո՞վ է թույլ տվել այդ բանը։ Տպավորություն ստեղծվեց, որ ամբողջ դաշտը փորձում են վերցնել վերահսկողության տակ եւ այսպես ահուսասափի վիճակում կառավարելի դարձնել վիճակը հանրապետությունում։ Ես սա անվանեցի անթույլատրելի։ Բայց հիմա կարծես թե ակնարկում են, որ այդպիսի բան չկա, որ խումբը ուրեմն այնքան էլ այդպես չէ, այլ տեսել են, հայտնաբերել են եւ ուզել են ուղղակի պարզել ինչ կապեր կա եւ այլն։ Մի պրոֆեսիոնալ հարց, որտեղ անդադար պրոֆեսիոնալիզմի հարց են տալիս, արդեն շատ մեծ հարգանք տածելով իրական պրոֆեսիոնալներին ազգային անվտանգության, որտեղ նրանց գործը հիմա խիստ կարևոր է։ Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների շրջանում է գտնվում, շատ ծանր, այդ այն նրանց գծով եւ պրոֆեսիոնալների աշխատանքը շատ կարևոր է։ Պրոֆեսիոնալ մի հարց եմ ուզում հիշեցնել, որ պահից է օպերատիվ սպասարկումը սկսել այդ երիտասարդին։ Այսինքն որ պահից է ֆիքսված, որ կա Ռոման Արթուր Վարդանյան եւ նա վերցված է օպերատիվ սպասարկման ներքո։ Պրոֆեսիոնալները երբ որ կարողանան իրենց համար այս հարցը պարզել, նրանք ամբողջ տրամաբանությունը այստեղ հնչած եւ չհնչած հարցերի նույնպես կպատկերացնեն։ Հաջորդ բանը։ Ասենք վերցնենք իշխանությունների հնչեցրած վարկածը, որ այդ խումբը իրենք ոչ մի ուրիշ նպատակով չէին ուզում օգտագործել, ներքին քաղաքական, այլ պարզապես պրոֆեսիոնալ բան է, հետևում են որտեղից կապերը, ինչ եւ այլն։ Այդ դեպքում պրոֆեսիոնալ լեզվով ասած, մենք գործում ենք շատ ավելի վտանգավոր բանի հետ, որը կոչվում է, եթե ձեզ համար հասկանալի լեզվով պրոֆեսիոնալից թարգմանելով ասեմ, չղջղկան, դղդղկան օպերացիա։ Սա ինչ է նշանակում։ Ուրեմն, եթե որևէ հատուկ ծառայություն երկրում պատրաստում է քայքայիչ գործողություն, եւ պետք է այնպես անի, որ դա հաջող անցնի, իսկ մենք բազմաթիվ իմպուլսներ ենք ստանում, ես դրանց մասին դեռ խոսեմ, դեսեք, եթե հարցեր կլինեն, ուրեմն բազմաթիվ իմպուլսներ ստանում ենք եւ շատ բաներ հաշվարկում ենք անալիտիկ ձևով եւ ամեն ձևով հասցնում ենք, տեղեկացնում ենք նաեւ համապատասխան մարմինների իշխանությունների, մասնավորապես մամլոասմիստերի ժամանակ, երբ որ այստեղ նստած սպայական կազմը ասում է Նախճեվանից այսպիսի ուրեմն իմպուլսներ են հնչել, եւ դա նշանակում է, որ այնտեղ գործում է իսլամական պետության ուրեմն ստորաբաժանումները, այլ ոչ թե ադրբեջանական բանակի եւ ըստ ամենայնի Հայաստանի ուղղությամբ պատրաստում է գործողություն, սա հենց այդ դեպքերից է։ Եվ այսպիսի բազմաթիվ ազդանշաններ։ Ուրեմն եթե որևէ մեկը պատրաստում է նուրբ օպերացիա, նա դրանից առաջ թողնում է այդ չղջղկան, դղդղկան օպերացիա, որպեսզի ամբողջ հատուկ ծառայությունները տվյալ երկրի զբաղված լինեն այդ չղջղկան դղդղկանով, ինչպես այսօր Հայաստանն է զբաղված, ամբողջ ուշադրությունը քաղաքական ուժերի եւ այլն դարձնել դրա վրա, իսկ դրա փողի ներքո իրականացնի լրիվ ուրիշ օպերացիա։ Սա պրոֆեսիոնալները ազգային անվտանգության շատ լավ գիտեն, եւ նրանք նման շատ ցածր մակարդակով կազմակերպված գործը, որ ակնհայտ, եթե իրոք այնպես է, ինչպես երեք ներկայացնում են, որ այդ խումբը իրոք եկել է, ուզել է այսպիսի ուրեմն գործողություններ անել, սպանություններ բարձրագույն պաշտոնյաների եւ այլն, ապա ուրեմն
այստեղ խնդիր է, որ պրոֆեսիոնալները եթե որոշում կայացնեին, նրանք անմիջապես նրանց կվերցնեին կոշտ վերահսկողության տակ եւ ուրեմն կվնասազերծեին, մեկ-երկու դիտարկումներ կատարելով, այլ թույլ չտալով, որտեղ ակնհայտ է նրանց հետքից, որ սա տիպիկ չրչրկան դրդկան օպերացիա։ Բայց ինչ է կատարվում։ Ինձ թվում է, երկրի քաղաքական ղեկավարության հանձնարարականով հատուկ ծառայությունները փոխանակ ամիշապես կասեցնեն, նրանց պահպանում են, որովհետև լուծում են քաղաքական խնդիրներ։ Այսինքն ստեղ մեծ վիրավորանք եւ ապտակ է հասցված ազգային անվտանգության ծառայությանը երկրի քաղաքական ղեկավարության կողմից, որտեղ նրանց օգտագործել են կամ փորձում են օգտագործել որպես քաղաքական վերահսկողության եւ ճնշման գործիք։ Սա ընդհանուր գծերով ուրեմն ինչ տեղի ունեցել, հիմա մնացած երևի թե հարցերին պատասխանելուց ես կորցել։ Ակրկան հարցեր տա, հանեցեք։ Պարոն Ջան, այսինքն դուք ԱԱԾ-ի այս հայտարարությունը, որը ձեր դեպքում երկրորդն է, չէ՞, մի հայտարարություն եղավ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների հիման վրա արձագանքեց։ Դուք սա ինչպես եք գնահատում առասարակ, որ ազգային անվտանգության ծառայությունը որպես այդպիսի մարմին քաղաքական հայտարարություններ անում, որքանով է լուրջ իր այս պահվածքը եւ արդյոք արժի անդրադառնալ այդպիսի, այսինքն ձեզպես բանախոսների, գործիչների հայտարարություններին, այսինքն ԱԱԾ-ն պետք է բանագործը թողնի զբաղվի նմանատիպ հայտարարությունները վերլուծելով ինչպես։ Գիտեք, եթե զուտ հայտարարություններ իհարկե չի անդրադառնա այդ խնդրին, բայց խնդիրը այլ է։ Ես բարձրացրել եմ հարցեր, որոնք լուծում են պահանջում։ Ես գնահատել եմ այդ գործողությունները, որպես երկրի դեմ կատարվող երկրորդ քայքայիչ գործողություն, այս կարճ ժամանակահատվածում սահմանադրական հարաբերից հետո։ Դուք հասկանում եք, այն ինչ որ բսկտում է երկիրը, թշնամության գծեր առաջացնում եւ այլը, այն պահին, երբ որ պետք է ամբողջականացնել, համախմբել եւ այլն եւ այլն։ Եվ այնտեղ հնչել էին այսպես նուրբ առաջարկներ, պատմական էքսկուրսներ անելով եւ այլը, թե եթե անգամ խնդիրներ առաջացեն, ինչպես պետք է դա լուծել։ Օրինակ այն ինչի մասին խոսում էինք, սպայական, վետերանական այդ ամբողջ կազմը համախմբելը, վաղ աստված մի արասել, ինչ որ ռազմական իրավիճակ ստեղծվեց։ Պարզ է, որ ամբողջ կազմը ներքին գործերի նախարարության եւ ազգային անվտանգության, այսպես երիտասարդ տարիքի, շատ հավանական է, որ հայտնվի ռազմաճակատում։ Բայց ինչ որ մեկը այդ ֆունկցիաները պետք է կատարի, որտեղ ուրեմն մի բանը, որ սովորել է պաշտպանության նախարարության խոսնակը եւ անդադար արտասանում է տեղին ու անտեղի հիբրիդային պատերազմ, չգիտես ինչու պաշտպանության նախարարության խոսնակն է խոսում հիբրիդային պատերազմից։ Հիբրիդային պատերազմը երբեք վիճակի չի վարել պաշտպանության նախարարությունը, բանակը։ Հիբրիդային պատերազմը ուրեմն վարում է ամբողջ երկիրը, այսինքն նույնիսկ ոչ թե պետությունը միայն, այսինքն ողջ երկրի ռեսուրսները պետք է օգտագործես, որտեղ հիբրիդային պատերազմի ժամանակ ամեն ինչը դառնում է սպանության գործիք։ Արժեհամակարգը, թմրադեղերը եւ այլն ցանկացած բան վերածվում է ուրեմն գործիքի։ Եվ ուրեմն այդ հիբրիդային պատերազմի պայմաններում շատ կարևոր էր ուրեմն այդ համախոհումը անցկացնել սպայական անձնակազմի ավելի լայն ծրագրեր իրականացնելով։ Այս ամենի մասին է խոսակցությունը։ Ես հիմա առիթը որոշեցի օգտագործեմ այդ նրանց նամակի, երկրորդ անգամ կրկնեմ եւ հասարակին ճշգրիտ ասեմ, սա ուղղված է երկրի քաղաքական ղեկավարությանը եւ նրանք պետք է այդ քայլերը կատարեն եւ նրանք են կրում ամբողջ պատասխանատվությունը այս անհեթեթ վիճակի ներքին երկրի, ուրեմն այդպիսի սոսկալի արտաքին եւ ներքին վիճակի պայմաններում։ Համեցեք։ Բանջարը դուք նաեւ անդրադարձել եք դատասարության դեպքին բանջարներն եկել նրա եղբայրը վերջում առավոտի զրույցում ասել է որ չի կարող բանել բանջարների եղբայրներին եղել իրենից շատ է ցավել նրա մահվան համար եւ որ դուք առանձնապես մտերիմ չեք եղել որպեսզի նա ձեզ նման տեղեկություն Գիտեք, ես ճիշտ ասած չգիտեմ բարեխղճությունը հարցը տվողի այդ հարցը տրամադրես արդյոք լսել են տվել Արամ Սարգսյանին այդ ելույթը եւ այլն, բայց բոլոր դեպքերում դա Արամ Սարգսյանի եւ
հարց թողի հարցեր։ Ուրեմն ես երբևից չեմ ունեցել այսպես գիծ այդպիսի, որ սուտ խոսեմ։ Ես միշտ խոսում եմ միայն այն, ինչ որ ճշմարտություն է, ինչ որ եղել է։ Երկրորդ բառը, այնտեղ պատասխանի մեջ կասկած էր հայտնված, որ երևի թե Վազգեն Սարգսյանը կհայտնի այդ բանը հատուցարայությունների, Աստված սիրեք, Վազգեն Սարգսյանը պետական պաշտոնյա է եւ ակնհայտ է, որ այդ ինֆորմացիան որ նա ուներ, նրան հայտնել են ծառայություններից որևէ մեկը, ոչ թե ես։ Եվ ինչից նա խոսում է ծառայությունների հայտնածից։ Եվ այդտեղ էլ ոչ թե խնդիր է դրված այն ինչ որ ասված է, որ ուրեմն ինձ թվում է հարցը այդպես է ձևակերպված լինեն, որ որպես փաստ ասած, որ ասում է, թե պարոն Սիրադյանը այսպիսի քայլ է կատարել։ Ես նշեցի ինչպես է կատարվել այդ խնդրի գնճղի լուծումը, Վազգեն Սարգսյանը ինչ քայլեր է կատարել։ Ուրեմն բանն այն է, որ ես կարծում եմ, որ Սարգսյանները կարող են մեկը մյուսից օրինակ վերցնել, այս օրինակը ինչի համար է վերել, կարևորագույն հարցը, որ Արամը հնչեցրել է, այս ամենը ինչի համար է հնչեցվել։ Ես ասում եմ ինչի համար։ Որովհետև ինչպես ընկերներ էին Վանոն ու Վազգենը, նույնպիսի ընկերներ էին նաև Սերժը, Պաշտպանության նախարարը այսօրվա, ուրեմն Սեյրանը, եւ Օհանյան, եւ Շիխանյանը Վահան։ Պատերազմի տարիներին եղել են մոտ ընկերներ, մի կողմից Շիխանյանը եղել է նրանց երկուսի ղեկավարը, բայց մյուս կողմից էլ եղել են մոտ ընկերներ։ Հիմա ինչ գնճիռներ են առաջացրել, ինչի է այսպիսի վիճակ ստեղծվել, իրենք կարող են միշտ ձևով լուծել, որովհետև այն խնդիրները, որ նրանք հիմա պետք է լուծեն, մասնավորապես այդ սպաների միությունը, որը շատ երկարատև գործընթաց է, ինչ-որ դա էլ փորձում են հիմա արտահոսքերով մի անհեթեթություն ասել։ Ուրեմն դա շատ լուրջ կառույց է, լուրջ գործունեություն, եւ այդ լուրջը պետք է տանել։ Իսկ վերածել այսպիսի անհեթեթության անհնարև։ Ես էլ ելքն էի ուշում ուղղակի այդ օրինակը։ Պարոն Անտարյան, ինքնաթ Վահան Շիխանյանի պաշտպանության դիրքերից է, միայն թերևս դուք հանդես եկաք, շատերը այդ մասին հանդիսացում են կամ լռում են։ Իվերջո կա մտավախություն, որ վաղը կարող է արդեն նաև ձեր հետևից գալ հայտնել Վահան Շիխանյանը։ Ես կարծում եմ միայն Սերժ Սարգսյանի հետևից գալուց հետո։ Գիտեք, ես այդ հարցերը որ տալիս եմ այսպես, թե այնպես եւ այլ, ուրեմն Աստված գիտի ում հետևից ով երբ կգա եւ ինչ մեղադրանքով։ Պետք չի այդպիսի ուրեմն բաներ կառուցել եւ նպաստավոր վիճակ ստեղծել նրանց համար, ով երկիրը այսօր տանում է կործանման ճանապարհով։ Մենք պետք է կարողանանք անել այդ մարդկանց կանգնացնել։ Եթե մենք սկսենք իրար հանդեպ մանգալ բաներ որ թույլատրել դիրքորոշումը, ինչպես առավոտ թերթը գտել էր թե ինչպես կազմակերպի, որ թույլատրի դիրքորոշումը, այդ բանում արտահայտած մտքերը թույլատրելով նա, եկեք կասկածի տակ վերցնենք Վազգեն Սարգսյանի վերաբերյալ խոսքերը։ Զանգահարում են մարդկանց եւ հարցնում են նրանց։ Մանուչարյանը ասել է, որ Վանո Սիրադեպյանը ուզել է սպանի Վազգեն Սարգսյանին։ Սա անթույլատրելի է այսօր։ Ես ուզում եմ հասկանալ մենք ինչ ենք ընտրում։ Եթե մենք փնտրում ենք ոչ մեկին էլ փորձենք վարկաբեկել, վերանը փակել, որ այլևս չխոսի, կարող ենք դա էլ լուծել, բայց երկրի ոչ մի խնդրեմ չի լուծվել դրանով։ Մենք բոլորս հիմա գտնվում ենք նույն երկրում եւ մահացու վտանգների ներքո։ Եվ պիտի կարողանանք ելք ընտրենք, եկեք դրանից խոսենք։ Ես գողությունից անգամ չեմ խոսում։ Ես Սերժ Սարգսյանին ասեցի, անսահման գողությունների շրջանակ է, բայց ես դրանից չեմ ուզում խոսել, որովհետեւ ուրիշ ավելի վտանգավոր բաներ այսօր կան։ Եվ խոսում եմ միայն դրանցից։ Եվ ընդհանրապես մեկն է դիվիդենդներ եւ այլն, հետո մնա հետո դրանով կզբաղվեք։ Հիմա ուրիշ խնդիրներ են։ Պարոն Անտարյան, ահա Սարգսյանի կհասնի։ Հետ նրան հասնի նկատեմ ասեք միայն իրենից հետո կգան հետևից հետո։ Ես ուղղակի այսպես ձեզ ուզում եմ ասել, որ եթե փորձում ենք կանխագուշակել աշխարհում ինչ կարող է կատարվել, ապա ուրեմն գուշակումները տարբեր կարող են լինել։ Այս շղթան նկատում եմ պաշտոնական կամ նախկին պաշտոնյաների դերակատարությունների շղթան միջև դուք կգնա, դուք ինչ եք մտածում դրանավարները։ Նայած ով է պատվիրատու։ Մի ժամանակ պատվիրատուն մեկն է, հետո մյուսն է։ Հայտնի պատմություն կա Համբարձում Գալստյանի հետ կապված։ Երբ որ մեզ հարավախտուպիտին եկան ձերբակալելու, հաշվարկել էին, որտեղ ենք հավաքվել,
ուրեմն ձերբակալող խմբի ղեկավարը գտնվում էր դրսում։ Եվ ուրեմն այդ խումբը երբ որ ներս մտավ անձնագրերը պահանջեցին, մենք մի 30 հոգի նստած էինք Ղարաբաղ կոմիտեի ջապի կանկանները, ինչպես օրինակ ես էի կամ Դավիթ Վարդանյաններից մի քանիսը, մենք մեր անձնագիրը չտվեցին։ Իսկ ուրեմն Համբարձում Գասյանը որպես ավելի անկեղծ մարդ տվեց։ Ուրեմն սա ինչ-որ ցուցակի հետ համեմատեց, ռուս սպա էր, ասեց Համբարձում Գասյանի ինձ հետ, մնացածները կարող են մնալ։ Աստիճանների վրա Համբարձումը Գասյան լսում էր, որ այդ մեր KGB-ի ուրեմն այդ խումբն է համապատասխան, լսում է թե այդ սպան ասեց ուր եք գնում, սա ասում է մեկն էր ցուցակից, հիմարներ վերադարձեք ձերբակալեք բոլորին, դա Ղարաբաղ կոմիտեն է։ Ու եկան բոլորից ձերբակալեցին տարան։ Բուտերկայինից Համբարձում Գալստյանը այսպես քսիր էր վարկել, աշխարհում մեռնել կա, եթե հանկարծ դուրս չեկա այս բանտից, իմացի որ մեզ ուրեմն ծախողը այս ինչ մարդն էր։ Անցնում են տարիներ, 91 թիվն է, հաբի հետ ընթարում է, ու Վազգեն Մանուկյանը վարչապետ, նրա սենյակում հավաքվել ենք այսպես բոլորս, բանակցություններ, գործողություններ եւ այլն, եւ այդ խմբի ղեկավարը համընկնում դուրս է գալիս սենյակ։ Համարձու Գասյանը ասում է, «Լսի ես այն մարդն է»։ Ասում հա եւ ինչ։ Բայց 100 տարի նրան ման են գալիս։ Լավ ասում եմ, հիմա մարդն ինչ-որ զբաղված է, մի զբաղված է։ Չէ, երբ են նրանք գտելու, ձերքը բռնում է դուրս է գալիս։ 3 րոպեից հետո այսպես շատ այսպես խեղճացած դեպքով հետ ամնում։ Ինչ է ասում։ Ասում չես պատկերացնում դեպքին ինչ պատասխանես։ Ասում ինչ է եղել։ Ասում ասի հայ մարդ ես, ամոթ չարեցին, մեզ հանձնեցին։ Ասում Համբարձում ջան, ինչ ես նեղանում։ Այն ժամանակ իրանք էին իշխանություն, ասում էի ձեզ ձերբակալել, ձեզ էի ձերբակալում, նա դուք եք իշխանություն։ Ասում եք իրանց ձերբակալել, իրանց են ձերբակալում, իմ գործս ձերբակալել։ Հիմա ավելի հստակեցնեմ։ Եթե պատվեր լինի, թե ձեր դեպքում, թե ծերծարության դեպքում, այսինքն չի բացառում, որ ձեր հետևից կգաղացան, նրա հետևից Ես այս սերիալում մոտեցումը ձեր այնքան էլ չեմ հասկանում, բայց սկզբունքորեն այո, այս պահին վիճակը այնպիսին է, որ եթե պատվեր լինի, ցանկացածի հետևից։ Միգուցե դուք եք զգուշել, ասենք, որևէ մեկի հետ, որ առնչություն ունի որևէ բանի հետ։ Ինչպես Ուսանքին զրուցել եմ։ Ես եմ հիշում։ Պարմանտերն եւս մեկ հաց է, Արծրունի Ավետիսյանի երևի կաղան սեկրետարանտի հոգեորական ով բացահայտումներ էր անում հոկտեմբերի 27-ի հետ կապված, նա վաղուց նշել է, որ այդ ամենի կազմակերպիչ Վահան Շիխանյանն է։ Անընդհատ Վահան Շիխանյանի անունը ասոցացվում է, հա, նման որտեղ եք լսել, որ նա ասել է, ես օրինակ լսել եմ, ոչ մի տեսման չեմ լսել։ Արծրունի Ավետիսյանի այդ կարծիքը հայտնի է։ Արիներ շարունակ ինքը ոյ բացահայտումներ էր հոկտեմբերի 27-ի հետ կապված եւ նշում, որ Վահան Շիխանյանի մասնակցությունը կա։ Վահան Շիխանյանի մասնակցությունը 27-ի, ներողություն, ես իմացա դուք, հա։ Այն ժամանակ էլ էին համաշխարհում, այս դեպքում էլ չէ կարծում, որ առանց վերահսկող չի լինում։ Գիտեք այսպես, ուրեմն ես իհարկե ուշակ չեմ, որպեսզի իմանամ Վահան Շիխանյանը որ պահին ինչով է զբաղված եղել եւ ինչքանով հիմք կա որևէ այսպես կասկած հայտնելու նրա անվան հետ կապված։ Բայց խնդիրը այլ է։ Հիմա ես երբ որ տեսնում եմ լրիվ այլ գործողություններ, այլ տրամաբանության մեջ, ապա կասկած է առաջանում բոլոր պնդումների հետ կապված մասնավորապես նաեւ Վահան Շիխանյանի հետ։ Եվ մյուս անձանց Ինչպես ասում եմ ձեզ, արտախոսքը, որ թերթերից մեկում կարդացի, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ կան, որոնց այդպես իմանալ չհայտնելու եւ այլ հարցը, այսինքն տպավորությունս լրիվ այլ է, որ աշխատել են պտտել ամբողջ դաշտով, որպեսզի հոկտեմբերի 27-ին էլ այդպես եղել, ասենք Նայիրի Հունանյանը պտտվել էր քաղաքական ամբողջ դաշտով եւ շատ այսպես ծանր գնահատականներով հանդես եկել Վազգեն Սարգսյանի հասցեին եւ այլն եւ մարդիկ ովքեր նրան չեսին նույնպես շատ այսպես պատահարելով ստեղծել էին բազա որպեսզի այդ ցուցմունքները հետո օգտագործեն փակասու այն ժամանակ մարդկանց այսպես բանականությունը եւ քիչը հերիքեց, որպեսզի նրանք չգնան այդ բանի հետքով, թե չէ իրոք կարող էր շատ տխուր պատկեր ստեղծել։ Շատ լավ այլ հարցեր։ Պարոն Մանուկյան, ես կուզենայի որ այդ ընդհանուր տրամաբանության մասին խոսել։
ասում եք, որ կարծես թե ամբողջությունից է տալիս, այն ուղղությամբ չի գնում։ Եվ մյուս կողմից դուք ներկայացնում եք ներկա Հայաստանի իրավիճակը որպես բավականին բարդ, եթե ոչ ծայրահեղ բարդ։ Ըստ երևույթին լրագրողների մի մասը եւ քաղաքական իշխանության մասը այդքան էլ չեն կիսում այդ կարծիքը ձեզ հետ, դրա համար հարցերը ոչ թե այդ քաղաքական բարդ իրավիճակի մասին դուրս գալու երկիր փնտրելու մասին է, այլ շատ ավելի այդպես բան հարցեր, թե ասենք ինչ անուններ կհայտնվեն, ասենք հաջորդ քայլերի ընթացքում ինչ անուններ կարող են հայտնվել այս խմբի հետ կապված։ Ինչու է պայմանավորված ձեր այդ համոզմունքը ներքին մեր հանրապետության քաղաքական ծայրահեղ բարդ վիճակի եւ մարտահրավերների։ Գուցե դրան անդրադառնանք մեկ-երկու խոսքով։ Ինչու քաղաքական իշխանությունը հանրապետության չի կիսում այդ մտահոգությունը։ Գիտեք, այսպես է, հանրապետությունում վիճակը այնպիսին է, որ վերջի 2 տասնամյակում այն մշակույթը որ ստեղծվել է, հիմնական խնդիրը նա է օպերացիոն իշխանությունը, օրինակ շարժոցի Հայաստան այլ եւ այլ բաների համար, եւ սրա հետ կապված օրակարգը, ուրիշ խնդիրներ չկա։ Բայց այսօր ես ասում եմ ինչ խնդիրների մասին, այդ մարտահրավերները որից խոսում ենք։ Ուրեմն իսլամական պետության հետ կապված եւ տարածաշրջանային զարգացումների հետ կապված ինչի մասին է տեղեկացվել վերջերս։ Տեղեկացվել մեզ, որ Թուրքիայի տարածքում կա Թուրքիայի հատուկ ծառայությունների տվյալներով 6.5 միլիոն, Միացյալ Նահանգների տվյալներով 8-ից 10 միլիոն ցեպտյալ հայեր, այսինքն իսլամացած հայեր։ Եվ ուրեմն որ այդ գործումը ցանկացած պահի կարող է խաղարկվել։ Խաղարկումը սկսվել է, երկու մուֆտի է նշանակված, մի շիական, մի սուննական։ Ուրեմն սունի մուֆտին, որ նշանակվել է այդտեղ, նա հիշատակվել է հայ է, մուֆտի է, Հայաստանի մուֆտի է նշանակված, այս Հայաստանի։ Եվ այս Հայաստանը նշված է որպես իսլամական պետության տարածք։ Եվ այդ ուրեմն մուֆտին դիմել է ողջ հայությանը, ասելով, որ ինչպես եղել է 8-րդ դարում, այնպես էլ լինի։ Իսկ 8-րդ դարում Հայաստանը երբ որ մտցրել էին խալիֆատի ուրեմն շրջանակի մեջ, շատ մեծ արտոնություններով երկիր էր այսպես հոյակապ վիճակում, մոտավորապես այսպիսի խոսակցություն է գնում է այսօրվա մասին, բայց շատ հետաքրքիր անձնավորություն է։ Բոստոնի պայթյունից հետո Ցառնաև եղբայրների ուրեմն հայրը ցուցմունք է տվել, որ մի հայ է դրանց ձեռքը կերել եւ տվել այս մարդու անունը։ Հիմա այդ նույն մարդը մուֆտին է էր։ Մյուս կողմից մյուս եղբայրը գտնվում է Աֆղանստանում եւ այնտեղ ղեկավարում է ուրեմն ղեկավարներից է այդ մյուս ծայրահեղական խմբավորումների, որ գործում են այնտեղ, Տալիբանը։ Հիմա մի կողմից այս վիճակն է, մյուս կողմից այդ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործողությունները, Թուրքիայի Ադրբեջանի անդադար կապերը այդ խնդիրների հետ կապված, Նախճեվանում հայտնվել այդ հատուկ խմբերի եւ այլն։ Ես ասում եմ ձեզ մի հատված։ Այս ամենը ուրեմն հաշվարկվում է եւ ուրեմն ազդեցությունը կազմակերպում է երկու ձևով։ Մի կողմից դա պետք է գործի ազգային անվտանգության ծառայությունը, մյուս կողմից պետք է գործեն անալիտիկ կենտրոնն հապաղացան մակարդակի, որոնք Հայաստանում սավուսակի կամ բացակայում։ Կամ եթե կամ որ մակարդակի ինչ-որ ունեն զբաղված են ուրիշ հարցերով, ելի այդ իշխանության քաղաքական գիծը ապահովելով պրոպագանդիստական դաշտում, այս ամենը ստեղծել է անթույլատրելի իրավիճակ։ Մյուս պահը, ասենք թե ես կամից հետ կապված ինչ-ինչ կենտրոններ հաշվարկում են ինչ-որ բաներ սրա հետ կապված։ Այդ ինչ-որ նշեցի։ Ես ում հետ խոսեմ դրանից։ Ես որտեղից հասկանամ, եթե կապրեն ազգային անվտանգության ծառայության հետ, դա ծառայեցվելու է գործին այդ բանի վնասազերծման, թե ներքին քաղաքական խնդիրներ սպասարկելու։ Եվ այդպիսի վիճակում են բոլորը։ Դրա համար ես ասում եմ, որ այս ստեղծված իրավիճակում պետք է ընդդիմի այլ տիպի քայլեր, որտեղ եթե վաղը հանկած Հայաստանում լինի մի այնպիսի բան, ոնց որ եղավ Փարիզում, ոնց որ եղավ